Հյուրես խցանման պատճառով չկարողացավ հասնել տաղավար, այդ պատճառով կապ եմ հաստատել հեռախոսով եւ զրուցելու ենք հեռախոսով, հիշեցնեմ, որ զրուցում եմ գյուղատնտես գործարար Հարություն Մնացականյանի հետ։ Պարոն Մնացականյան, դուք եթերում եք։ Ողջույն ձեզ։ Նորից բարև ձեզ։ Պարոն Մնացականյան, վերջին կարկուտն ու սելավը հողին են հավասարեցրել գյուղացու ամբողջ տարվա աշխատանքը։ Այս պահին դեռ կա կարկուտի սպառնալիք, կա ոչնչացված բերք կամ մասնակի պահպանված բերք ու անհաղորդ պետություն։ Դուք ինքներդ էլ արդեն երկար տարիներ գյուղ ոլորտում եք։ Ինչպես են մարդիկ դիմակայում այս պայմաններում։ Ճիշտ ասած, շատ դժվար վիճակում են գյուղացիները։ Արարատի մարզում մոտավորապես 30 գյուղ է կարկուտը ոչնչացրել բերքի զգալի մասը, իսկ որ ոչնչացված չէ, ապրանքային տեսքից այնպես են կած, որ միայն այդ պտուղ բանջարեղենը նպատակահարմար կլինի վերամշակման արտադրություններում օգտագործել, ինչը ենթադրում է, որ բավականին էժան գնով է վաճառվելու, եւ մի 2-3 օր առաջ էլ ուժեղ կարկտահարություն եղավ Կարփի ու Անավանի շրջանում, որտեղ կան մեծ չափով խնձորի այգիներ, եւ մինչև հիմա արտաշատի կողմի կարկտահարության հետևանքները ֆինանսական կտրվածքով դեռ ոչ մի հաշվարկ չկա, չեն հաշվարկել, թե ինչքան վնաս է հասցվել, որպեսզի ստայդում նաև հասկանալի լինի, ինչքան է պետք փոխհատուցել ֆերմերին։ Այլապես նրանք այս կարկտահարության հետևանքով բազմաթիվ վարկերի տակից դուրս գալու, կարելի ասել, գրեթե շանս չունեն առնվազն 1 տարի։ Եվ ես հետևում եմ, տեսնեմ, հասկանամ, երբ վերջնական փորձեն հրապարակել կարկտի հետևանքով գյուղացիների գնած վնասի չափ, որը մինչ այժմ չկա դեռ։ Պարոն Մնացականյան, գյուղացիները նաև ասում են, որ ապահովագրված չեն ոչ բերքը, ոչ գյուղատնտեսները, որովհետև ապահովագրական ընկերությունները հրաժարվում են ապահովագրել։ Ինչպես են այլ երկրներում ապահովագրական համակարգերը գործում, ինչ կարելի է անել Հայաստանում։ Ամբողջ աշխարհում գյուղատնտեսական ապահովագրական համակարգերը աշխատում են գրեթե անթերի, եւ նրանք նաև իրենց ռիսկերը նվազեցնելու համար պետությունը եւ թեկուզ բանկերի միջոցով, թեկուզ որոշակի խրախուսման համակարգերով տրամադրում է ֆերմերներին հակակարկտային ցանցեր, հակակարկտային կայաններ է տեղադրում, որտեղ որ այգիներ չեն եւ հնարավոր չէ ամբողջությամբ հակակարկտային ցանցերով պատել, եւ պետությունը պարտադիր ամբողջ աշխարհում փորձում է սուբսիդավորել, այդ թվում անցած տարի կարկուտից ավելի վատ բան եղավ Ռուսաստանում, մոտավորապես ամբողջ հարավային շրջանները ցրտահարություն տեղի ունեցավ, եւ պետությունը փորձեց ամեն կերպ կանգնել իրենց ֆերմերների կողքին։ Ինչը ենթադրում է, որ Հայաստանում էլ նույնը պիտի կատարվի, այլապես գյուղատնտեսության այս տեմպերը, նվազման տեմպերը, որ կա արդեն 10 տարի, մոտավորապես 10 տարի գյուղատնտեսություն միայն Հայաստանում անկում է գրանցում, հաջորդ տարիներին կգրանցի ավելի մեծ անկման։ Բայց կառավարությունն ասում է, որ Հայաստանում էլ կան կարկտապաշտպաններ, ուղղակի գյուղացիներն ասում են, դրանք գործում են մասնակի, նաև սելավատարները խցանված են, պատճառը ո՞րն է, բնակիչներն են անփույթ, որ խցանվում են սելավատարները, թե անհետևողականության արդյունք է, ո՞րն է խնդրի լուծումը։ Իրար հետ, կարելի ասել երկու, եւ այդ անհետևողականության արդյունքում են գյուղացիները ոչ պաշած ձևով, ու դա ավելի ճիշտ գյուղացիների խնդիրն էլ չի, դա ջոյի խնդիրն է, եւ ջոն է պարտավոր հնարավորինս կազմակերպել եւ որոշակի մեխանիզմով թեկուզ տուգանքների, տուժերի, դատական այլ ատյաններ գյուղացիներին, որևէ աղտոտողին դատական այլ ատյաններ ներկայացնելու միջոցով այդ խնդիրը լուծել։ Այդ քանի որ շարունակեք։ Որտեղ տեղի չունենում գյուղացիները սովորական միջին վիճակագրական քաղաքացին տեսնելով, որ ինքը որևէ պատասխանատվություն չի կրում աղտոտել ջրատարները, աղբ թափել եւ այլն, շարունակում է իր գործողությունները։ Երբ որ մի քանի հոգի տուգանվեն, խիստ հսկողություն սահմանվի, որոշակի տեղերում տեսախցիկներ դնեն, ֆիքսեն եւ ընդհանուր գործիքակազմ օգտագործեն, այս խնդիրը չի լինի։ Պարոն Մնացականյան, նախկինում ունեինք գյուղնախարարություն, որն առնվազն փորձում էր համակարգել այս ոլորտը, կազմակերպել կանխարգելիչ աշխատանքներ, բայց հիմա նույնիսկ այդ կառույցը չկա, որովհետև իշխանությունն ասաց, որ այդ կառույցը ոչնչով չէր զբաղվում եւ անիմաստ էր։ Արդյոք ստեղծված վիճակի պատճառը նաեւ այդ կառույցի բացակայությունն է։ Գիտեք, ինչ է հետաքրքիր, ոնց որ
մարդու շնչառական օրգանները նորմալ չգործեն, վատ աշխատեն ու ինչ-որ մեկը որոշի, ասի ուրեմն պետք է հեռացնել ընդհանրապես այդ շնչառական օրգանները, որովհետև իրենց ֆունկցիան լավ չեն կատարում։ Նույն տրամաբանությամբ պետությունը փակեց գյուղնախարարությունը պատճառաբանելով, որ լավ չի աշխատում։ Այլ լավ չի աշխատում, այնպես սարքենք, այնպիսի միջոցներ տրամադրենք, այնպիսի աշխատողների ցանկ կազմեիք, որ կարող նորմալ աշխատեր, այնպիսի կոմպետենտ կադրեր ներգրավեիք, որպեսզի ոչ միայն աշխատեր, այլ լրջագույն արդյունքներ ապահովեր։ Ինչը բացարձակ չի արվել, ունենք հետևաբար այս պատկերը 10 տարի, արդեն 10 տարի հետևողականորեն այս ոլորտը անկում ապրում։ 10 տարի։ Ստեղծված վիճակում համակարգային ինչ լուծումներ են անհրաժեշտ։ Ուրեմն ռոռոկման համակարգերից սկսած, մինչև ապահովագրություն, մինչև պետական հսկողություն, համապատասխան ֆինանսական եւ դրամավարկային ճիշտ քաղաքականություն, սելեկցիոն կայանների, սերմնաբուծարանների ստեղծում, այսպես ասած, եղածի գործունեության բարելավում ու արդյունքը իրանց սպասեցնել չի տա, ինքը շատ արագ սկսի աշխատել, որպես մեխանիզմ ամբողջական։ Շնորհակալություն, պարոն Մնացականյան, հուսով եմ հաջորդ անգամ կկարողանանք զրուցել հենց տաղավարում։ Շնորհակալ եմ, ես խոստանում եմ հաջորդ անգամ 1 ժամ շուտ գալ։ Ձեզ համբերություն խցանման ժամանակ։ Տեսություն։ Հիշեցնեմ, որ զրուցում էի գյուղատնտես Հարություն Մնացականյանի հետ։